Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենդանի ենք, ողջ ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իր դասերը, իր փրկության դասերը։ Թող Աստված օրհնի այս ժամը, որպեսզի Սուրբ Հոգով ուսումնասիրենք եւ ճիշտ հասկանանք եւ Հիսուսի շնորհքով իրագործենք մեր կյանքում Հիսուսի անունով խնդրեցի ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ մենք ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է Աստծո սերը եւ արդարությունը, եւ արդեն հասցել ենք 11-րդ դասին, որը կոչվում է ուրիշ էլ ինչ կար անելու։ Ուրեմն հիշելու համարն է Հովհաննես 18:37, արդ Պիղատոսը նրան ասաց. ուրեմն դու թագավոր ես։ Հիսուսը պատասխանեց. դու ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ, ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է։ Ուրեմն տարիներ առաջ ուղեցուց ամսագրում մանկական մի պատմություն էր տպվել եւ այդտեղ պատմում էր Դենիս անունով մի տղայի մասին, որը որբ էր եւ մի ընտանիք որդեգրել էր նրան, եւ նա ատելությամբ է լցված այդ երկրի թագավորի հանդեպ, որտեղ հիշում էր, որ իր հայրն ու մայրը հիվանդ էին եւ եկան իրեն ստիպելով վերցրեցին հորն ու մոր մոտից եւ տարան։ Եվ տարիներ հետո նա միայն իմացավ, որ իրեն տարել են, որտեղ հայրն ու մայրը մահացու հիվանդ են եղել եւ դա վարակիչ է եղել։ Ժանտախտով հիվանդ են եղել եւ իրենց այսքան առողջներին վերցրել են հիվանդների մոտից, որպեսզի նրանք էլ չվարակվեն եւ չմեռնեն։ Եվ այս իմացությունը, երբ որ Դենիս իմացավ այս մասին, նա հասկացավ, որ իզուր է ատել թագավորին եւ որ թագավորը գործել է իր բարօրության համար, իրեն փրկելու համար։ Գիտեք, նույնը լինում է երեխաների եւ ծնողների միջեւ, երեխաները փոքր են, չեն հասկանում, թե ինչու է ծնողը այսպես անում, այնպես անում, բայց միայն մի բան հերիք է երեխային վստահելու ծնողին, որ տեսնում է, որ ծնողը իրեն սիրում է եւ ամեն ինչ անում է իր երջանկության համար։ Եվ նույնը գալիս է մեր մոտ, որտեղ մարդկանց մոտ հարցեր են ծագում, եթե Աստված կա, ինչու է այս շարությունը լինում, ինչու է այսպես, ինչու է անարդարություն եւ այլն։ Եվ մենք չենք կարող բոլոր հարցերին պատասխան տալ կամ պատասխան գտնել։ Բայց Աստծո սերը, որ ամեն օր մեր կյանքում դրսևորվում է նրա հոգատարության մեջ։ Գիտեք, երբ որ մենք ունենք ջուր, հաց, երբ որ մենք ունենք հոգևոր հաց, Աստծո խոսքը, երբ որ մենք կարող ենք գալ Աստծո մոտ, լեզու ունենք, աղոթել նրան եւ նրանից ստանալ օրհնություններ, երբ որ մենք կարող ենք հոգևոր մարդ լինել, այս բոլոր հրաշքները, որոնք մարդիկ կարծում են, որ ինքներեն է լինում, դա բոլորը Աստծո հոգատարության արդյունք է։ Եվ ինչպես որ եթե ծնողը չաշխատի, եթե ծնողը չստեղծի հնարավորություններ փող, երեխան ինչ կլինի։ Կմնա անտուն, ջուր չի ունենա խմելու, հաց չի ունենա ուտելու։ Այսինքն երեխան այդքան հասկանում է, որ ծնողն է իրեն ապահովում այդ բոլորը, բայց մարդը չի հասկանում, որ Աստված է ապահովում ամեն ինչով, որ մենք ունենք, եւ մենք պետք է շնորհակալ լինենք դրան այն ուժի համար, խելքի համար, լեզվի համար, աչքերի համար, տեսողության համար, ամեն ինչի համար, որ մենք ունենք, դա պարգև Աստծուց։ Եվ լավագույն շնորհակալությունը կլինի, երբ որ մենք օգտագործենք բոլոր մեր ունակությունները եւ ինչ որ ունենք Աստծուց տված իր փառքի համար, ի բարօրություն մարդկանց։ Եվ դա մեծ ապացույց կլինի, որ Աստված սեր է։ Ուրեմն թեև գոյություն ունի թշնամի, որին Քրիստոս անվանում է այս աշխարհի իշխանը, տիեզերքի ճշմարիտ արքան Հիսուս Քրիստոսն է։
Հիսուսը հաղթանակ է տանում մեզ համար, եւ նրա մեջ մենք կարող ենք հաղթանակ ունենալ նույնիսկ դժվարությունների ու տառապանքների մեջ։ Եվ իսկապես Քրիստոսի աշխատանքն ամեն քայլափոխի հակադարձում է չարին։ Սուրբ Գիրքը նկարագրում է սատանային որպես աշխարհի սկզբից ի վեր ամբողջ աշխարհի գայթակղիչ։ Հայտնություն 12:9-ում ասում է, ներքև գծվեց այդ մեծ աշխարհը մոլորեցնողը, այսպես է կոչում սատանային։ Մատթեոս 4:3-ում կոչում է փորձիչ։ Եվ Հովհաննես 8:44 ձեր ունեցած հայրը սատանան է, եւ ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից եւ այդ մարդը սպաներ եւ ճշմարտության մեջ չմնաց, որտեղ նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ասում է, ինքն իրեն արտահայտում, որտեղ ստախոս է եւ կեղծիքի հայրը։ Ուրեմն այսպես է նկարագրում սատանային Սուրբ Գիրքը։ Նաեւ երկրորդ Կորինթացիս 11:3-ում երկրորդ Կորինթացիս 11:3 Բայց վախենում եմ, որ ինչպես օձն իր խորամանկությամբ եւ այն խաբեց, այնպես էլ ձեր միտքն ապականվի Քրիստոսի հանդեպ ունեցած այն միամտությունից։ Առաջին Հովհաննու 3:8 Ով մեղք է գործում սատանայից է, որտեղ սատանան հենց սկզբից մեղանչում է, Աստծո որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ այս համարներում ինչպես է նկարագրված սատանան, եւ նաեւ նկարագրվում է Աստվածաշունչում որպես Աստծուն եւ նրա ժողովրդին մեղադրող ու զրպարտող։ Հայտնություն 12:10-ում ասում է եղբայրների չարախոսը, ներքև գծվեց եղբայրների չարախոսը։ 13:6-ում ասում է, որ Աստծո դեմ իր բերանը հայոյանքով բացեց եւ հայոց Աստծուն եւ իր բնակարանը։ Եվ կարդանք Զաքարիա 3:1-2 Ապա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին, որ կանել էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանել էր նրա աջ կողմում նրան ընդդիմանալու համար։ Եվ Տիրոջ հրեշտակն ասաց սատանային. Տերը թող հանդիմանի քեզ, ով սատանա, եւ թող Տերը, որ ընտրել է Երուսաղեմին, քեզ հանդիմանի, միթե սա կրակից ազատված խանձվողը չէ։ Այսինքն սատանան ինչ է ընդդիմանում է եւ մարդկանց մեղադրում է։ Եվ նաև սատանան կոչվում է այս աշխարհի իշխանությունը բռնազավթողը։ Հովհաննես 12:31 բոլոր այս համարներում սատանան կոչված է այս աշխարհի իշխանը։ Հիմա այս աշխարհի դատաստանը, հիմա այս աշխարհի իշխանը դուրս է նետվելու։ Եվ նաև նա այդպես է կոչվում Հովհաննես 14:30-ում, Հովհաննես 16:11-ում, Գործք առաքելոց 26:18-ն էլ կարդանք, Գործք առաքելոց 26:18 Որպեսզի նրանց աչքերը բացես խավարից դեպի լույսը եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված նրանց դարձնես, որպեսզի նրանք իմ հանդեպ ունեցած հավատով մեղքերի թողություն եւ սրբերի հետ ժառանգություն ստանան։ Ուրեմն ասում է, որ սատանայի իշխանությունից դեպի Աստված տանես մարդկանց։ Երկրորդ Կորինթացիս 4:4
որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի Աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծո պատկերն է։ Ուրեմն ասում են այս աշխարհի իշխանը կուրացրեց սրտերը։ Եվ նաև կարդանք առաջին Հովանու 5:19, գիտենք, որ Աստծուց ենք եւ ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Եվ հայտնություն 12:10-11, հայտնություն 12:10-11, եւ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. այժմ եղավ մեր Աստծո փրկությունը, զորություն ու թագավորությունը, իշխանությունը նրա ուտյալի, որտեղ անկավ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշեր ու զոր մեր Աստծո առաջ չարախոսում էր նրանց մասին, եւ նրանք հաղթեցին նրան գառան արյունով ու իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչեւ մահ։ Եվ նաեւ վերջում Հռովմայացիս 16:20-ը կարդամ։ Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի, ամեն։ Ուրեմն այս համար ինչ է ասում, որ վերջի վերջո սատանան Հիսուսի ոտքերի առջև խորտակվելու է։ Եվ ինչպես կարդացինք Հովհաննես 18:37-ում, Հիսուսը եկել է, որպեսզի վկայի ճշմարտության մասին եւ նաեւ խաչի միջոցով Հիսուսը գերազանց ձևով ցույց տվեց Աստծո կատարյալ արդարություն ու սերը, հերքելով սատանայի զրպարտչական մեղադրանքները, ինչպես որ մենք նոր կարդացինք, եւ Հիսուսը վերջնականապես կոչացնի սատանայի թագավորությունը, որը գիտի, որ քիչ ժամանակ ունի։ Հայտնություն 12:12 Դրա համար ուրախացեք, ով երկինք եւ նրանում բնակվողներ, վայ երկրին ու ծովին, որտեղ ձեզ մոտ իջավ դևը, որ մեծ բարկություն ունի, իմանալով, որ քիչ ժամանակ ունի։ Ուրեմն Հիսուսը հաղթեց սատանային խաչի վրա եւ դրանից առաջ եւ սա շատ կարեւոր է մեր համար, որովհետեւ մենք կարող ենք ամեն օր վայրկյան առ վայրկյան Քրիստոսի հաղթանակը մեզ համար հաստատել, ինչպես նաեւ այն խոստումները հաստատել, որ առաջարկում է խաչը։ Այսինքն ուղղակի հասկանալ, որ մենք մեղավոր մարդիկ ենք եւ Աստծուց, որ մենք թույլ ենք, չենք կարող ինքներս սատանային հաղթել եւ Աստծուց օգնություն խնդրել ամեն օր սատանայի գլուխը ջախջախելու եւ հաղթելու նրան ամենօրյա կյանքում, որտեղ Հիսուսը արդեն հաղթել է նրան։ Մեզ այնց մնում է միայն ուզել դա անել եւ Հիսուսը կօգնի։ Ամեն քայլափոխի Քրիստոսի գործը տապալում է սատանայի աշխատանքը, որովհետև Հիսուսը հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի, ինչպես ասում է առաջին Հովհաննես 3:8-ը։ Եվ Եբրայեցիս 2:14-ում ասում է, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանություն ունեցողին, այսինքն սատանային։ Այնուամենայնիվ թշնամու իշխանության լիակատար պարտությունը տեղի ունենում երկու փուլով, սկզբում Քրիստոսը խաչելության միջոցով հերքում է սատանայի զրպարտչական մեղադրանքները, իսկ ավելի ուշ կկործանվեն սատանան ու նրա թագավորությունը։
Կարդանք Հռոմեացիս 3-րդ գլխի 23-ից 26 համարները։ Հռոմեացիս 3-րդ գլուխ 23-ից 26 համարներ։ Որտեղ բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծո փառքից։ Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։ Աստված նրան նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, իր հավատով, որպեսզի ցույց տա իր արդարությունը անցյալում Աստծո համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը, որպեսզի ներկա ժամանակում իր արդարությունը ցույց տա, որպեսզի ինքն արդար լինի եւ արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։ Այսինքն Աստված մեղադրվում է եւ ինչպես Աստված արդարացվեց Հիսուսի խաչի շնորհիվ, նա չափսոսեց իր որդուն եւ ուղարկեց փրկելու այս աշխարհը։ Եվ ասում է իր արյամբ, իր հավատով, որպեսզի ցույց տա արդարությունը անցյալում Աստծո համբերության ժամանակ գործված մեղքերի թողությունը։ Ասում է քավություն լինելու, ռուսերենում ասում է для умилостивления լիխով, այսինքն հեթանոսության մեջ զոհը տալիս է մարդը, որպեսզի փափկացնի Աստծո սիրտը, ողորմություն է կարծես խնդրում Աստծուց, բայց քրիստոնեության պարագայում հակառակն է։ Աստված է զոհ մատուցում իր որդուն, որպեսզի հաշտեցնի մարդուն իրենց հետ։ Նա է խնդրում մարդուն, որ մարդը հաշտվի իր որդու զոհի միջոցով։ Սա շատ մեծ տարբերություն է եւ շատ բան է ասում Աստծո մասին։ Այսինքն հեթանոսների աստվածները դաժան են եւ զոհ են պահանջում մարդուց, նույնիսկ իրենց երեխաներին են պահանջում զոհել, բայց քրիստոնեության Աստվածը իր որդուն զոհեց բոլոր մեղավորների համար եւ դրանով նա արդարացրեց իր հորը, որի մասին սատանան ասում էր, որ Աստված չար է։ Եվ նաև կարդանք Հռոմեացիս 5-րդ գլխի 8 համարը։ Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Այսինքն մենք արդարանում ենք Քրիստոսի մահով։ Ինչպես տեսանք, թշնամին պնդում է, որ Աստված լիովին արդար ու սիրող չէ, սակայն Աստված Քրիստոսում ներկայացնում է աստվածային արդարության ու սիրո բարձրագույն դրսևորումը, եւ դա նա արեց խաչի միջոցով։ Կարդանք Դարերի փափագից։ Հիսուսի մահից հետո սատանան տեսավ, որ իր դիմակը պատռվել է։ Նրա կառավարումը բացահայտվեց ընկած հրեշտակների եւ ողջ տիեզերքի առջև։ Նա իրեն բացահայտեց որպես մարդասպան, թափելով Աստծո որդու արյունը նա կորցրեց երկնային էակների համակրանքը։ Այսինքն մինչև Քրիստոսի խաչվելը դեռ պայքար էր գնում։ Դեռ հրեշտակները եւ բոլոր երկնքի բնակիչները չէին համոզվել, արդյոք ով է ճիշտ, Աստված թե սատանան։ Եվ այդ պատճառով սատանան մուտք ուներ Աստծո ժողովների մեջ, որտեղ բոլոր Աստծո ստեղծած աշխարհներից ներկայացուցիչներ են գալի, ինչպես կոնգրեսում ներկայացուցիչներ են ընտրում, որ իրենց ներկայացնեն ամբողջ ժողովրդից, ժողովրդի բոլոր մասերից կամ դասակարգերից, նույնպես եւ Աստված ժողովներ է ունենում, որտեղ ներկայացուցիչներ են գալի բոլոր իր ստեղծած աշխարհներից, եւ ցավոք, ինչպես անցած անգամ ասեցինք, մեր աշխարհից որպես ներկայացուցիչ մինչև Քրիստոսի խաչվելը ներկայանում էր սատանան, որտեղ Ադամն ու Եվան մարդիկ իրենց կամքով տվեցին իշխանությունը սատանայի ձեռքը։ Եվ ինչ էր անում նա այնտեղ, չարախոսում էր մարդկանց դեմ,
Եվ երբ որ արդեն նա իր դեմքը բացվեց եւ այդ դիմակը ընկավ նրա երեսից, կեղծավորության դիմակը, որտեղ ամբողջ աշխարհը տեսավ, թե նա ինչ չար է եւ նա ինչպես առանց պատճառի Հիսուսին իր ստեղծին տանջահար արեց եւ վերջում սպանեցին։ Եվ այդ ժամանակ արդեն բացվեց իր երեսը եւ նրա մուտքը երկինք արգելափակվեց։ Այսինքն հասկացան, թե ով է նա եւ հրաժարվեցին նրան լսելուց։ Եվ կարդանք Հայտնություն 12:10-12 համարները, Հայտնություն 12 10-12 համարները, որ նոր կարդացինք։ Այսինքն, երբ որ Հիսուսը խաչվեց, հարություն արավ եւ համբարձվեց երկինք, ինչ եղավ։ Այժմ եղավ մեր Աստծո փրկությունը, զորությունն ու թագավորությունը, իշխանությունը նրա օծյալի, որտեղ ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշերը զոր մեր Աստծո առաջ չարախոսում էր նրանց մասին։ Այսինքն մեր ներկայացուցիչը դարձավ Հիսուսը, մեր միջնորդը Աստծո եւ մեր միջև։ Եվ նրանք հաղթեցին նրան գարանարյունով ու իրենց վկայության խոսքով իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ, դրա համար ուրախացեք ով երկինք եւ նրանում բնակողներ, վայ երկին ու ծովին, որտեղ ձեզ մոտ իջավ դևը, որ մեծ բարկություն ունի, իմանալով, որ քիչ ժամանակ ունի։ Այսինքն, սկսած այդ պահից սատանայի ժամանակը որոշվեց իր պատժի, այսինքն որոշվեց, որ սատանան մեղավոր է եւ ինքը պիտի ոչնչանա։ Սակայն դեռ ժամանակ նրան տրվեց գործելու եւ ինքը լավ գիտի, որ արդեն իր ճակատագիրը որոշված է, որ ինքը պետք է դառը պատիժ ընդունի եւ ավելի է կատաղել դրանից, որ ինքը պարտվել է արդեն եւ պարտված ժամանակ ավելի շատ է ուզում վատություն անել, որպեսզի շատ մարդկանց գցի իր ցանցը, ինչու, որովհետեւ իր բնույթով ինքը նախանձ է եւ ասում է, եթե ես կործանվում եմ, թող բոլորն էլ կործանվեն ինձ հետ։ Եվ նաեւ ինքը լավ գիտի, որ բոլոր ներված մեղքերի համար ինքն է դատվելու, ինքն է պատժվելու։ Դրա համար էլ ինքը այսպես կատաղած վիճակում անդադար անդուլ գործում է, որպեսզի մարդկանց գայթակղի եւ գցի մեղքի մեջ եւ կործանի իրենց։ Կարդանք երկրորդ օրինաց 32:4 Աստծո գործը կատարյալ է, քանզի արդար է նրա բոլոր ճանապարհները, Աստված հավատարիմ է եւ անիրավություն չունի, արդար եւ ուղիղ է նա։ Եվ նորից կարդանք Հայտնությունից, Հայտնություն 15:3 Եվ երգում էին երկրորդ համարից կարդանք. տեսա նաև ապակեցով կրակի հետ խառնված եւ նրանց ովքեր հաղթեցին գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին, որ կանած էին ապակեցովի վրա եւ Աստծո քնարներն ունեին, եւ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգն ու գարան երգ ասելով. մեծ ու զարմանալի են քո գործերը, Տեր Աստված ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, ով ազգերի թագավոր։ Այսինքն, հրկագնման պատմությունը լի է բազմաթիվ ապացույցներով, որ Աստված միշտ աշխատում է, որպեսզի ի վերջո օրհնություն բերի բոլոր մտահոգվածներին։ Սուրբ գրքի Աստվածը միշտ անում է այն, ինչը լավ է ու նախընտրելի, հաշվի առնելով հասանելի միջոցները մեծ պայքարում։
Տիեզերական հակամարտության մեջ Աստված զարմանալի կերպով դրսևորեց իր սերն ու արդարությունը, եւ այնուամենայնիվ ոմանք կարող են հարցնել, արդյոք Աստված պետք է ավելին աներ, քան արեց, չարիքը կանխելու կամ վերացնելու համար։ Մենք դիտարկեցինք տիեզերական հակամարտության սխեման, որը ցույց է տալիս, որ Աստված գործում է հարգելով կամքի ազատությունը, որն անհրաժեշտ է իր եւ մարդկության միջև սիրո հարաբերությունները առավելագույնս կատարելագործելու համար։ Դրանից բացի նա ակնհայտորեն գործում է բարոյական սահմանափակումների եւ վարքագծերի կանոնների շրջանակում իր բնավորության վերաբերյալ տիեզերական բանավեճի համատեքստում, եւ այդ բանավեճը կարող է լուծվել, կարգավորվել միայն նրա սիրո դրսևորմամբ։ Այսինքն, որքան որ հնարավոր է մարդկանց ազատ կամքը հաշվի առնելով անել ամեն ինչ իրենց փրկության համար, այո, Աստված այդ բոլորը արեց։ Միակ բանը, որ Աստված չի անում, նա չի բռնանում մարդու կամքի վրա, բայց ամեն հնարավորություն ստեղծել է մարդու փրկության համար։ Կարդանք Եսայա 5:1-4։ Եսայա 5:1-4 համարները։ Թող երգեմ իմ սիրելի համար, իմ սիրեցյալի երգը նրա այգու մասին, իմ սիրելին մի այգի ուներ, մի արգավանդ բլուրի վրա։ Նա ցանկապատեց այն, փորեց այն, քարերը հանեց միջից, ընտիր որդեր տնկեց, նրա մեջտեղում դիտաշտարակ կառուցեց, փորեց նաև մի հնձան եւ սպասեց, որ խաղող տար, բայց այն ազող տվեց։ Հիմա ով Երուսաղեմի բնակիչներ, եւ Հյուդայի երկրի մարդիկ, դատավոր եղեք իմ եւ իմ այգու միջև։ Էլ ինչ կար անելու իմ այգում, որ ես չեմ արել նրանում։ Ինչու, երբ ասեցի, որ խաղող տար, նա ազող տվեց։ Ուրեմն այստեղ Աստված փոխաբերական իմաստով համատում է աշխարհը կամ այդ ժամանակ իր ժողովրդին այգու խաղողի այգու հետ եւ նկարագրում է, որ Տերը ամեն ինչ արեց, որպեսի լավագույն խաղողը տա, բայց ասում է ազող տվեց։ Եվ շատ թարգմանություններում ասում է անօգուտ պտուղ, բայց իրականում բնագրում դա կոչվում է, իրականում գրված է նեխած, գարշահոտ պտուղ։ Այսինքն ոչ թե կարող է չէ անօգտակար լինել, չուտելու լինել, բայց գեղեցիկ իր տեսքով։ Բայց ասում է այս պտուղը գարշահոտ է, նեխած է։ Այսինքն սխալ փչացած պտուղ է բերում։ Եվ սակայն ամեն ինչ արել էր Տերը, որպեսի լավ պտուղ բերեր։ Եվ նա իրավամբ սպասում էր, որ լավ պտուղ կլինի, բայց ցավոք իր սպասելիքները չիրականացան։ Եվ Եսայա 5:3-ում նա առաջարկում է, որ դատավոր լինեն իմ եւ այգու միջև։ Ասում է, ինչ կար անելու, որ ես չարեցի։ Շատ ուշագրավ է, որ Աստված նույնիսկ խնդրում է, որ ուրիշները դատեն իր արածների մասին։ Ուրեմն այդ հարցին, թե ինչ է անելու Տերը, երբ որ գա, Հիսուսը պատասխան է տալիս Մատթեոս 21:33-39 համարում, 33-39, որտեղ հավելյալ լույս է սփռում խաղողի այգու Տիրոջ բնավորության ու գործողությունների վրա իր այգու օրինակով, Մատթեոս 21:33-39, Մատթեոս 21 33-39, մի ուրիշ առակ լսեք, մի տանուտեր մարդ կար, որն այգի տնկեց, ցանկապատեց այն, մեջը հնձան փորեց ու աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին եւ օտար երկիր գնաց։ Երբ բերքի ժամանակը մոտեցավ իր ծառաների մշակների մոտ ուղարկեց բերքից իր բաժինը վերցնելու, մշակները նրա ծառաներին բռնեցին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։ Դարձյալ ուրիշ նախկիններից շատ ծառաներ ուղարկեց, սրանց էլ նույնը արեցին։ Ով են այս ծառաները? Աստծո մարգարեները, որ շարունակաբար Աստված ուղարկում էր նրանց, բայց նրանց հետ այսպես էին վարվում, մերժում էին Աստծո լուրը։
Վերջապես նրանց մոտ իր որդուն ուղարկեց ասելով. «Իմ որդուց կամաչեմ», բայց մշակները որդուն տեսնելով իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սրան սպանենք եւ սրա ժառանգությանը տիրանանք»։ Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Եվ լսողները լավ հասկացան ում մասին էր խոսքը գնում, այսքան Հիսուսի մասին։ Արդ երբ այգուտերը գա, այն մշակներին ինչ կանի։ Նրան ասացին. «Չարերին դաժանորեն կորիստյան կմատնի, իսկ այգին ուրիշ մշակների կտա, որոնք բերքը ժամանակին իրեն կտան»։ Հիսուսը նրանց ասաց. «Դուք Սուրբ գրքում երբեք չեք կարդացել, այն քարը, որ շինարարները մերժեցին, այն տյունակար դարձավ, սա Տիրոջ կողմից եղավ եւ մեր աչքին զարմանալի է»։ Եվ ասում է. «Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծո արքայությունը ձեզանից կվերցվի եւ կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի։ Ով այս քարի վրա ընկնի, ջարդոփշուր կլինի, իսկ ում վրա այն ընկնի, նրան կճզմի»։ Այսինքն, փաստորեն Աստված ամեն ինչ արեց մարդու փրկության համար, յուրաքանչյուրի փրկության համար, բայց ցավոք մարդը մերժում է Աստծո լուրը։ Շարունակաբար մերժելով Աստծո լուրը, մարդը ընկնում է սատանայի խելքին եւ նմանվում է սատանային իր բնույթով։ Ինչքան էլ որ ուզենա ինքը լավը լինել, միևնույն է, նա էլ չի կարող, որտեվ նա շարունակաբար մերժում է Աստծուն եւ պատիվը չի տալի Աստծուն իր բարի արած բարի գործերի համար։ Եվ դրա համար էլ այդ բարի գործերը հետո դառնում են չար, որովհետև մարդը ուղղակի հրաժարվում է Աստծուց։ Եվ ուրեմն նորից հարցնում է, էլ ինչ կարող էր անել Աստված։ Եթե տիեզերական հակամարտությունը այնպիսի բնույթ ունի, ինչպես այստեղ ներկայացված է, ապա նա չի կարող լուծվել կամ կարգավորվել ժամկետից շուտ աստվածային ուժի օգնությամբ, այլ պահանջում է նախ աստվածային բնավորության հրապարակային ցուցադրում։ Այդ ցուցադրումը վերջին հաշվով ի հայտ բերվեց Քրիստոսի գործերում։ Ուրիշ ինչ կարող ենք խնդրել, քան այն, որ Աստված Քրիստոսում հանուն մեզ զոհաբերի իրեն, որպեսզի կարողանա արդարացնել մեզ առանց որևէ կերպ զիջելու իր արդարացիություն ու կատարյալ սերը։ Խաչի իրադարձությունը ցույց է տալիս, որ Աստված ամեն հնարավորն արել է չարիքը մեղմելու եւ վերացնելու համար, ընդ որում չխախտելով իսկական սիրո բարգավաճման համար անհրաժեշտ պայմանները։ Եթե Աստված ունենար ուրիշ առավել գերադասելի ճանապարհ, արդյոք չէր ընտրի այն։ Այսինքն, եթե հնարավոր լիներ ուրիշ ձևով այդ հարցը լուծել եւ իր որդին չտուժեր եւ իր որդին հավիտյան մարդ չդառնար, Աստված անպայման կընտրեր այդ տարբերակը, բայց Աստված տվեց իր ամեն ինչը տալով իր որդուն։ Թեև մարդիկ մեծապես տառապում են այս տիեզերական հակամարտությունում, առավել շատ Աստված ինքն է տառապում։ Երբ մենք նայում ենք խաչին, իսկապես տեսնում ենք, թե ինչ տառապանքներ ու ցավ պատճառեց մեղքը հենց իրեն Աստծուն։ Սակայն սիրուն հատուկ ազատություն այնքան սրբազան է, որ Քրիստոսը պատրաստ էր համբերել հանուն մեզ։ Այսինքն հանուն մեր ազատ ընտրության, հանուն սիրո նա չուզեց բռնադատել մեզ եւ որոշեց ինքը իրեն զոհաբերել, որպեսզի մեր սիրտը փափկեցնի։ Եվ կարդանք Եսայա 53:4, Եսայա 53 գլխի 4-րդ համարը։ Հիրավի նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց, մենք նրան համարում ենք պատուհասված, Աստծուց հարվածված եւ տանջված, բայց իրականում Հիսուսը մեր ցավերը, մեր մեղքերը վերցրեց իր վրա, որպեսզի մեզ փրկի եւ դրանով Աստծո արդարությունը մնա։ Այսինքն Աստված եւ արդար լինի եւ փրկող։
Ի վերջո Աստծո անունը արդարանում է բոլոր առումներով։ Փրկագնման ծրագրում Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու կատարած աշխատանքի շնորհիվ դրսևորվում է Աստծո կատարյալ արդարությունն ու սերը, գերազանցելով բոլոր խելամիտ կասկածները։ Կարդանք Հռոմեացիս 3-րդ գլխի 1-ից 4 համարները։ Հռոմեացիս 3 1-ից 4 Արդ ո՞րն է հրեայի առավելությունը կամ ո՞րն է թրպատության օգուտը, շատ եւ ամեն առումով, նախ հենց այն, որ Աստծո պատգամները նրանց վստահվեցին։ Ուրեմն ինչ, եթե ոմանք հավատարիմ չմնացին, միթե նրանց անհավատարմություն Աստծո հավատարմությունը կխափանի, քավ լիցի։ Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ, ինչպես որ գրված է։ Այսինքն, չնայած, որ մարդիկ բազմաթիվ անգամ մեղանչում են եւ անհավատարիմ են Աստծուն, Աստված մնում է հավատարիմ, այսինքն մինչեւ մարդու մահը Աստված իր Սուրբ Հոգով գործում է, կանչում է, խնդրում է եւ ամեն ինչ անում է մարդու փրկության համար, բայց ի վերջո մարդն է որոշում, թե ինչ ընտրություն է ինքը անում։ Կարդանք Հայտնություն 15 գլխի 3-րդ համարը։ Ուրեմն այստեղ, որ մենք կարդացինք, հրավիրում է իր արարածիակներին դատելու հասկանալու իր բնավորությունը, թեև դրա համար մենք ոչ իրավունք եւ ոչ էլ հնարավորություն ունենք։ Ի վերջո, երբ բացվեն բոլոր գրքերը, մենք կտեսնենք ապացույցը, որ Աստված կատարելապես արդար է եւ արդարացի Աստված արդարացնելու իրեն ողջ բանական արարածների առջև։ Այսինքն, երբ որ այդ բոլոր վիդեոները այստեղ ասում է գրվածք, Աստվածաշնչում, որտեվ այն ժամանակ վիդեո չկար, բայց Աստծո մոտ մեր կյանքի բոլոր վիդեոները կան։ Եվ երբ որ մարդիկ տեսնեն, երբ որ հազարամյակում դատեն եւ տեսնեն եւ իրենք ասեն, այո, արդար է Աստված։ Ամեն ինչ արեց այս մարդկանց փրկության համար, բայց իրենք չուզեցին։ Եվ իրենք հենց այդ նույն մարդիկ էլ ընդունելու են դա։ Հայտնություն 15 գլխի 3 համարը կարդան, 3-րդ համարը։ Հայտնություն 15 3 Ուրեմն եւ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգն ու գարան երգ ասելով մեծ ու զարմանալի են քո գործերը Տեր Աստված ամենակալ արդար ու ճշմարիտ են քո ճանապարհներով ազգերի թագավոր։ Այսինքն ինչից նրանք դա եզրակացրեցին, երբ որ այդ դատը կայացավ եւ իրենք տեսան, թե ինչեր է արել Աստված այդ մարդկանց համար եւ ինչպես են այդ մարդիկ պատասխանել իրեն։ Եվ ասում են, որ արդար ես քո դատաստաններում։ Հայտնություն 19 1-ից 6 Դրանից հետո երկնքում լսեցի մեծ բազմության բարձր ձայն, որ ասում էր. Ալելույա, փրկություն, փառք ու զորություն մեր Աստծուն, որտեղ նրա դատաստանները ճշմարիտ ու արդար են։ Տեսեք, նորից։ Նրա դատաստանները ճշմարիտ ու արդար են, որտեղ նա դատեց մեծ պոռնիկին, որ ապականած երկիրը իր պոռնկության մեջ եւ իր ծառաների արյան վրեժը նրանից լուծեց։ Այսինքն ով է նա, անցած դասերում մենք ուսումնասիրել ենք, որ դա կրոնական կազմակերպություն է, որը Աստծո անունից գործել է Աստծո դեմ եւ նույնիսկ Աստծո սուրբերին ոչնչացրել է եւ մենք գիտենք, որ դա կաթոլիկ եկեղեցին է։ Եվ երկրորդ անգամ ասացին ալելույա եւ նրա ծուխը բարձրան մեր հավիտյանս հավիտենից եւ ընկան 24 երեսներն ու 4 կենդանիները երկրպագեցին Աստծուն նստած էր գահին ու ասացին ամեն ալելույա Գարան հարսանիքի ընթրիքը եւ գահից մի ձայն ելավ ասելով օրհնեցեք մեր Աստծուն նրա բոլոր ծառաներուն նրա երկյուղողներ փոքրեր ու մեծեր Եվ լսեցի մի ձայն նման մեծ բազմության եւ առաջերերի ինչպես ձայն ուժեղ որոտի, որ ասում էր Ալելույա, որովհետեւ թագավորեց ամենակալ Տերը Աստված։ Եվ վերջում կարդանք Փիլիպեցիս 2-րդ գլխի 10-11 համարները։
որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների եւ երկրի տակ եղողների ամենցում եւ ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Այսինքն, երբ որ այս դատաստանի ժամանակ դատաստանը իրականացնելուց առաջ այս մարդիկ կտեսնեն իրենց կյանքի ձայնագրությունները, վիդեոները, նրանք ծնկի կգան եւ կասեն ճիշտ է Աստված, որտեվ տեսնում ենք, որ դու ամեն ինչ արեցիր։ Այն ժամանակ չէին տեսնում իրենց կյանքի ընթացքում, որտեվ սատանան ուրացրել էր իրենց աչքերը ժամանակավոր մեղքերով, ժամանակավոր իբր թե հաճույքներով, բայց հիմա արդեն նրանք տեսնում են պարզ, թե ինչ են բաց թողել, թե ինչպես է Աստված խնդրել ու խնդրել իրենց, բայց ինչպես է նրանք մերժել ու մերժել եւ ասում են արդար ես քո դատաստանների մեջ, ճիշտ ես ասում։ Գիտեք, դատավորության մեջ այսպիսի բան կա, որ մեղադրյալը ընդունում է իր մեղքը եւ ասում է no objection, այսինքն ոչ մի բան դեմ չունեմ, ճիշտ է, ես մեղքը գործել եմ, հանցագործություն արել եմ եւ ձեր դատավարությունն էլ արդարացի է, ինչքան որ պատժում եք, ինչ ճիշտ եք պատժում։ Այս նույնը կատարվելու է այս մարդկանց հետ, ովքեր չուզեցին ընդունել Քրիստոսին։ Ուրեմն ամբողջ Սուրբ գրքում Աստված մտահոգված է իր անվան փառքի համար, ինչու, որտեվ դրանից է կախված մեր ճակատագիրը։ Որովհետև եթե մենք Աստծուն չենք ընդունում եւ չենք փառավորում, մենք կորցնում ենք մեր հնարավորությունը հավիտյան կյանքով ապրելու, երջանիկ կյանքով, այլ ոչ թե այստեղի թշվառ կյանքով, տանջանքներով եւ դժվարություններով լեցում։ Աստված ամեն ինչ նախասահմանեց մեր փրկության համար, բայց ցավոք կլինեն մարդիկ, որ կմերժեն այդ մեծ պարգևը, ամենակարևոր պարգևը մարդու համար։ Եթե դրա հետ համեմատենք, այս աշխարհում ինչ-որ բան կարող է համեմատվել այդ պարգևի հետ, հավիտենական կյանք Հիսուսի ներկայությամբ, սիրո եւ երանության մեջ, երբեք։ Այսքան կյանք առանց հիվանդության, մահվան, առանց տանջանքի, միայն ուրախություն եւ սեր։ Ոչ մի բան այս աշխարհում չի կարող համեմատվել դրա հետ։ Եվ պարզապես զարմանալի է, թե ինչպես են մարդիկ կուրացել եւ ընտրում են ժամանակավոր ինչ-որ իբր թե մի հաճելի բան, բաց թողնելով ամենակարևոր իրենց կյանքից։ Վերջում կտեսնեն, բայց արդեն ուշ կլինի։ Ի վերջո Աստված արդարացված է խաչի վրա եւ փրկագնման ողջ ծրագրի միջոցով։ Մինչև գալիք դատաստանը Աստված արդարացնում է իրեն հետևող արդարացնում է իրեն հետևող ոչ տիեզերքի առաջ։ Այնուհետև գալիք դատաստանի ժամանակ, երբ փրկագնվածներն անգամ հրեշտակներին են դատելու, այդ հազարամյակի ընթացքում, ինչպես ասում է առաջին Կորինթացիս 6-րդ գլխի 2-3 համարներում, դուք չգիտեք, որ դուք հրեշտակներին եք դատելու։ Ուրեմն դուք արժանի չեք այս ժամանակավոր դատերը լուծելու, որտեղ Կորինթոսում հավատացյալը դատի էր տալի մի ուրիշ հավատացյալի աշխարհիկ իշխանության մեջ, եւ Պողոսը ասում էր ամոթ է, դուք չեք կարող այդ տարաձայնությունը լուծել ձեր մեջ եւ աշխարհիկ դատային եք դիմում ձեր հարցերը լուծելու համար, բա որ դուք չեք կարող այդ մանրուքները լուծել ձեր մեջ, բա ոնց եք հետո դատելու հրեշտակներին եւ մեղավորներին։ Աստված արդարացված է, քանի որ փրկագնվածները հնարավորություն կունենան նայելու գրառումները եւ տեսնելու, թե ինչու է Աստված վարվել այնպես, ինչպես վարվել է, եւ որ Աստծո բոլոր դատաստանները միշտ կատարյալ են եղել եւ սիրո վրա հիմնված։ Մեզանից ով չունի բազմաթիվ հարցեր, որոնք պատասխան են պահանջում։ Նախքան ամեն ինչ ավարտվելը, մենք կստանանք այդ հարցերի պատասխանները։ Եվ վերջապես կարդանք առաջին Կորինթացիս 4:5 Ուրեմն ժամանակից առաջ մի դատեք, մինչև գատերը,
որը ի լույս կհանի այն, ինչ թաքնված է խավարում, եւ հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները, այդ ժամ յուրաքանչյուրը գովասանքի կարժանանա Աստծուց։ Այսինքն մենք հիմա որ փորձում ենք դատել, մենք չգիտենք բոլոր մանրամասները, մենք կարող ենք մի կողմից միայն տեսնել դա, բայց դե խորքում ինչ կա մենք չենք կարող իմանալ, միայն Աստված է դա տեսնում եւ գիտի, եւ դրա համար ասում ժամանակից շուտ մի դատեք, դատը տվեք Աստծուն, եւ այդ ժամանակ, Աստծո դատաստանի ժամանակ ամեն ինչ կպարզվի։ Եվ շատ հարցերի պատասխաններ կստանանք եւ մարդիկ կտեսնեն, որ Աստված երբեք անարդարացիորեն չի վարվել, այլ միայն արդարացի է գործել։ Եվ վերջապես ամեն ծունկ պետք է ծնկի գա եւ ամեն լեզու դավանի, որ Հիսուսն է Տեր, ինչպես կարդացինք Ֆիլիպպեցիներ 2:10-11 համարում, այս ամենն Աստծո բնավորության արդարացման կամ պաշտպանության մի մասն է։ Վերջում կարդանք Ellen White-ի վկայությունների եկեղեցու համար հատոր 9. Այն ամեն ինչ մեզ տարակուսանք է պատճառել Աստծո նախախնամության մեջ, գալիք աշխարհում պարզ կդառնա։ Դժվար հասկանալի երևույթները կգտնեն իրենց բացատրությունը։ Մեր առջև կբացվեն շնորհի գաղտնիքները, այնտեղ որտեղ սահմանափակ բանականությունը միայն խառնաշփոթություն եւ խախտված խոստումներ է տեսել, մենք կտեսնենք ամենակատարյալ ու հրաշալի ներդաշնակություն։ Մենք կգիտակցենք, որ անսահման սերը կարգավորել է այն փորձառությունները, որոնք առավել ծանր էին թվում։ Գիտակցելով քնքուշ հոգատարություն այն էակի, ով կարգավորել է ամեն ինչ, իշահ մեր բարօրության, մենք կցնծանք աննկարագրելի ուրախությամբ եւ փառքով լի։ Ուզում ենք արդյոք մենք լինել այս մարդկանց մեջ, ովքեր ցնծալու են, ովքեր մասնակցելու են դատաստանին եւ դատելու են մեղավորներին։ Մենք ենք որոշում այսօր, մենք կլինենք դատանողների մեջ, թե դատապարտյալների մեջ։ Թող Աստված մեզ իմաստություն տա եւ փափակ տա փրկության եւ ցանկություն, որ մենք ամեն առավոտ իր ոտքերի մոտ ցենք մեր օրը եւ դրանով հաղթահարենք չարը մեր սրտում, որովհետեւ այդ ինչպես է որ երկնքում չի լինելու չարություն, այսինքն նոր կյանքում, երբ որ Հիսուսը Աստված լինի։ Ոչ թե այն է պատճառը, որ Հիսուսը անմիջապես դատելու է, անմիջապես բռնի ձևով կանացնելու է մարդուն, ոչ, այլ այն, որ մարդու սրտում էլ չարիք չի լինի, դրա համար էլ չարիք չի լինի այդ կյանքում։ Այսինքն այնտեղ կապրեն միայն մարդուկ, ում սրտում չկա չարիք, այլ միայն բարիք, ում սրտում ապրում է Հիսուս Քրիստոսը։ Եվ մենք այսօր դեռ ժամանակ ունենք եւ հնարավորություն ունենք ճիշտ ընտրություն կատարելու։ Մենք չգիտենք վաղ ինչ կլինի մեզ հետ։ Շատ խառը ժամանակներ են։ Եվ եթե խառը չլինի նույնպես, մենք չգիտենք, միայն Աստված գիտի, թե ինչ է մեզ սպասում։ Եվ դրա համար Աստվածաշունչը ասում է այսօր է փրկության օրը։ Այսօր ընտրություն անենք։ Եվ այսօր մեր ընտրությամբ մեր տեղը մեղադրյալների աթոռից փոխենք, այսինքն դատապարտյալների աթոռից փոխենք դատողների աթոռի վրա։ Թող Աստված մեզ օրհնի այս գալիք շաբաթվա յուրաքանչյուր օրվա մեջ, որպեսզի մենք լույս եւ աղ լինենք այս աշխարհում եւ իր մասին ճիշտ վկայություն տանք, թե մեր կյանքով, թե գործերով, թե խոսքերով։ Թող Աստված օրհնի եւ Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս դասը։